Ալֆա եւ օմեգա, ինչ է սա նշանակում։ Քրիստոնեական հավատքի մեջ հաճախ կարելի է լսել ալֆա եւ օմեգա արտահայտությունը։ Այս խոսքերը գալիս են Աստվածաշնչից եւ ունեն խորհրդանշական նշանակություն։ Ալֆան եւ օմեգան հունական այբուբենի առաջին եւ վերջին տառերն են։ Ալֆան առաջին տառն է, իսկ օմեգան վերջինը։ Երբ այս երկու տառերը միասին են օգտագործվում, նրանք խորհրդանշում են սկիզբն ու վերջը, ամբողջությունը եւ ամբողջ ժամանակի ընթացքը։ Աստվածաշնչում այս արտահայտությունը կապված է Հիսուսի հետ։ Հայտնության գրքում գրված է. Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը։ Այս խոսքերով ընդգծվում է, որ Աստված է սկիզբը եւ վերջը, եւ նրա իշխանությունը տարածվում է ամեն ինչի վրա։ Քրիստոնեական մեկնաբանությունների համաձայն ալֆա եւ օմեգա արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված միշտ եղել է եւ միշտ կլինի։ Նա ներկա է եղել աշխարհի ստեղծման սկզբում եւ ներկա կլինի նաեւ պատմության վերջում։ Այս խորհրդանիշը հաճախ օգտագործվել է նաեւ եկեղեցիներում, արվեստում եւ քրիստոնեական մշակույթում։ Այն կարելի է տեսնել եկեղեցական որմնանկարներում, խաչերի վրա եւ հին ձեռագրերում։ Այդ խորհրդանիշը հիշեցնում է մարդկանց, որ Աստված վերահսկում է ժամանակը եւ պատմությունը։ Միևնույն ժամանակ այս արտահայտությունը նաեւ հույսի խորհրդանիշ է։ Այն հիշեցնում է, որ անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում, Աստված մնում է նույնը, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը։ Այսպիսով, ալֆա եւ օմեգա, այս արտահայտությունը պարզապես երկու տառ չէ, այն մի խոր հոգևոր գաղափար է, որը հիշեցնում է Աստծո հավերժությունը, իշխանությունը եւ ներկայությունը ամբողջ պատմության ընթացքում։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը։ Հայտնություն 22:13։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուսը կապված է ոչ միայն մարդկային պատմության հետ, այլ նաեւ ամբողջ ստեղծագործության սկզբի հետ։ Հովհաննեսի գրքում ասվում է. Սկզբում էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Հովհաննես 1:1։ Քրիստոնեական հավատքի համաձայն այստեղ բանը վերաբերվում է Հիսուս Քրիստոսին։ Սա նշանակում է, որ Հիսուսը գոյություն ուներ դեռևս աշխարհի ստեղծումից առաջ։ Նա միայն պատմության մեջ հայտնված մարդ չէ, այլ հավիտենական Աստծո որդին։ Հետագայում, ըստ Աստվածաշնչի, հավիտենական բանը մարմին առավ, եւ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ։ Հովհաննես 1:14։ Այս խոսքերը նկարագրում են այն հավատքը, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց մարդու կերպարով, ապրեց մարդկանց մեջ եւ ցույց տվեց Աստծո սերը մարդկանց հանդեպ։ Քրիստոնեական ուսմունքում այս ամենը կապված է նաեւ Սուրբ Երրորդության գաղափարի հետ։ Սուրբ Երրորդությունը նշանակում է, որ Աստված մեկ է, բայց հայտնվում է երեք անձերի միջոցով՝ Հայր Աստված, Որդի Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգի։ Այս երեքը առանձնացված անձեր են, բայց միևնույն աստվածային էության մեջ։ Այսպիսով, ալֆա եւ օմեգա արտահայտությունը ոչ միայն խորհրդանշում է սկիզբն ու վերջը, այլ նաեւ հիշեցնում է, որ Հիսուս Քրիստոսը եղել է սկզբում, մասնակցել է աշխարհի ստեղծմանը եւ հետո մարմին առնելով ծնվել է մարդկանց մեջ։ Այս հավատքը քրիստոնյաների համար նշանակում է, որ Աստված ներկա է եղել պատմության սկզբում, ներկա է այսօր եւ ներկա կլինի նաեւ ապագայում։ Այդ պատճառով ալֆա եւ օմեգա խորհրդանիշը դարձել է հավերժության, հավատքի եւ հույսի նշան։